Ընկերներ, շնորհակալություն, որ հերթական անգամ գտնվում եք մեր գրասենյակում, մեր հերթական պրեզենտացիային, եւ այսօր մենք ներկայացնելու ենք պրեզենտացիա, որը ես կոչել եմ քաղաքատպարան։ Ճիշտ ասած, քոնտենտի հետ, բովանդակության հետ պրեզենտացիա այդքան կապված չէ, բայց վերջի այս զարգացումները, որ տեղի ունեցան նոր-նորքի քաղաքապետարանում, ինձ հուշեցին, որպեսզի այս անվանումը տամ։ Եվ այսպես, մեթոդաբանության մասին, հետազոտության մեկ հեռախոսային հարցումներ ենք իրականացրել, հարցումների քանակը 1101, հետազոտության վտանգի սխալը 3%, հետազոտության իրականացման ժամանակահատվածը 29 ապրիլի մինչև 2 մայիս։ Եվ հետազոտության վայրը Հայաստանի Հանրապետություն, ավելի մանրամասն մեթոդաբանության մասին ներկայում ներկայացված է, ես նյութերը ձեզ փոխանցելու եմ, կարող եք ծանոթանալ։ 2020 թվականի մարտին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ նա պատրաստ է ստորագրել։ Ըստ ձեզ, արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ պետք է ծանոթանան եւ իրենց համաձայնություն տան պայմանագրի դրույթներին եւ բովանդակությանը։ Միանշանակ այո, այս հարցի պատասխանել է 73%-ը, ավելի շուտ այո, պատասխանել է 13.1%, այսինքն մոտ 86%-ը մեր քաղաքացիները կարծում են, որ բովանդակության այլ նախատեսվող ստորագրող պայմանագրի պետք է ծանոթանալ։ 5.3%-ը նշել է, որ ավելի շուտ ոչ, եւ միանշանակ ոչ նշել է 6.5%-ը։ Դժվարացել է այս հարցին պատասխանել 2.1%-ը։